Ավտոմոբիլային Եվրոպան փորձում է վառելիքի տնտեսման իր պատկերացումները ներդնել ամերիկյան շուկայում, որը կարծես դանդաղորեն սկսում է հասկանալ, որ էժան վառելիքը հարատև երևույթ չէ։ Ծերուկ Եվրոպան վաղուց է հասկացել դիզելային վառելիքի առավելությունները և հիմա փորձում է իր կուտակած փորձը ներդնել ամերիկյան շուկայում և ինքնավստահ յանկիներին հասկացնել, որ զարգացման այս էտապում էկոլոգիապես ավելի բարեհաճ դիզելային տեխնոլոգիաները շատ ավելի գերադասելի են, քան սովորական բենզինը։ Մասնավորապես գերմանական Mercedes-ն ու Audi-ն կարծես ձայն-ձայնի տված Դեթրոյթյան իրենց տաղավարներում հիմնական շեշտը դրել էին դիզելային շարժիչներով զինված մոդելների վրա և լայնամասշտաբ հարձակում սկսել ամերիկյան գնորդի պատկերացումներում հեղաշրջում կատարելու ի օգուտ համատեղ մշակված բլութեք դիզելային տեխնոլոգիայի։ Մասնավորապես Audi-ն իր տաղավարի կենտրոնական հատվածը տրամադրել էր ձյունաճերմակ Audi Q7-ին, զինված վեհաձև 12 մխոցային դիզելային շարժիչով, որը ներկայացվեց որպես գլխավոր կոնցեպտուալ մեքենա։ 12 մխոցային հզորագույն դիզելային շարժիչով զինված այս մոդիֆիկացիան ավտոսիրող հասարակությունը ճիշտն ասած սպասում էր դեռևս 2006-ի սեպտեմբերին Փարիզյան ավտոսալոնում, քանի որ պաշտոնապես այդպես էր հայտարարվել։ Սակայն Փարիզում մեքենան չցուցադրվեց, և այնտեղ գլխավոր ցուցանմուշի դերը հատկացվեց Audi-ի առաջին սուպերմեքենային R8-ին, իսկ Q7 V12 TDI-ի դեբյուտը հետաձգվեց մինչև Դեթրոյթի ավտոսալոն։ Եվ ահա Դեթրոյթի ավտոսալոնում ավտոսիրող հասարակության առջև վեր է հառնում Audi-ի առաջին ջիպի Q7-ի մի նոր, ավելի էքստրեմալ տարբերակը, որի կապոտի տակ տեղադրված է աշխարհի հզորագույն դիզելային շարժիչը։ Չնայած մեքենայի վրա երևում են կոնցեպտ մակագրությունները, միանգամայն պարզ է, որ սա սերիական մեքենայի մի նոր տարատեսակ է, ավելի ճիշտ գործարանային թյունինգի մի դրսևորում, արտահայտված թե ներքին, թե արտաքին փոփոխություններով։ Չնայած արտաքին թեթև ռետուշին, Audi Q7-ը միանգամայն այլ կերպ է ընկալվում, կարծես մեր առջև բոլորովին ուրիշ մեքենա լինի։ Մասնավորապես առաջնամասի ձևավորման մեջ միանգամից աչքի է դառնում քրոմապատ single frame անունը ստացած ռադիատորի քողարկիչը։ Բամպերի նոր ձևավորումը, որի ներքնամասում առաջացել է քրոմապատ պաշտպանիչ շերտ և երկու կողերի խոռոչներին հայտնված լուսադիոդային գաբարիտային լույսերը, ավելի արտահայտիչ են դարձրել Q7-ի առաջնամասը, ընդհանուր ոճաբանությամբ նրան մոտեցնելով սպորտային S6 և S8 սեդաններին։ Արտաքին հալիներն իրականացված են փայլատ ալյումինով, իսկ հետնամասում նորովի ձևավորված բամպերի մեջ հայտնվել են խլացուցիչի խողովակները։ Այստեղ ևս նկատվում է քրոմապատ պաշտպանիչ եզրաշերտ և լուսադիոդային գաբարիտային լապտերներ։ Ընդհանուր արտաքին շպարն ամբողջանում է 22 դյույմանոց քրոմապատ անիվներով, որոնց շնորհիվ մեքենան ավելի սեղմված է գետնին և չափազանց սլացիկ տեսք է ստացել։ Մեքենայի սալոնում ընդգծված շքեղություն է, ամեն ինչ պատվել է ձյունաճերմակ թանկարժեք կաշով, որի հետ առատորեն օգտագործվել է փայլատ ալյումին։ Սարքերի վահանակը ընդհանուր առմամբ պահպանելով իր ոճաբանությունը, մետաղյա ձևավորման շնորհիվ միանգամայն այլ կերպ է ընկալվում։ Audi-ի էֆեկտիվ արտաքին և ներքին ձևավորմանը համահունչ փոփոխություն է կատարվել նաև կապոտի տակ։ Այստեղ հայտնվել է 12 մխոցային վեհաձև դիզելային շարժիչ, որը սերում է Audi R10 մրցարշավային հաղթական բոլիդի շարժիչից։ 6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը զարգացնում է 500 ձիաուժ հզորություն և մեքենային 100 կմ/ժ արագությանը հասցնում 5,5 վայրկյանի ընթացքում։ Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով։ Այսպիսի սպորտային ցուցանիշների հետ մեկտեղ Audi Q7 V12 TDI-ը
100 կիլոմետրին ծախսում է ընդամենը 11,9 լիտր դիզելային վառելիք և իր էկոլոգիական ցուցանիշներով համապատասխանում Եվրո 5 նորմերին, որոնք ուժի մեջ կմտնեն միայն 2010 թվականին։ 4 տանող անիվներին շարժիչի մոմենտը փոխանցվում է նոր 6 աստիճանով Tiptronic ավտոմատ փոխանցումատուփով 40%-ը առջևի, իսկ 60%-ը հետևի անիվներին։ Ամենայն հավանականությամբ Audi Q7-ի այս նոր մոդիֆիկացիան սուպեր դիզելային շարժիչով ամերիկյան շուկայում կհայտնվի 2008 թվականից ոչ։